Ողջույն բոլորին, ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի հերթական սերիան մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է սերիալային այն հայտնի և չգրված օրենքը, որ երբ ամեն ինչ չափազանց լավ է և խաղաղ, ուրեմն մոտենում է ամենակործանարար փոթորիկը։ Այսօրվա իրադարձությունները լի են և մեծ սիրով, և ցավալի ճշմարտություններով։ Սկսենք Նորոյից և Մագդայից։ Նրանք վերջապես վայելում են իրենց երկար սպասված երջանկությունը։ Մագդան անկեղծորեն խոստովանում է, որ նույնիսկ չի հասկանում, թե ինչպես է այսքան ուժգին սիրել Նորոյին, և այլևս չի պատկերացնում իր կյանքն առանց նրա։ Ամեն բան այնքան գեղեցիկ է, ներդաշնակ ու իդեալական, որ նույնիսկ հենց Մագդայի համար է դա կասկածելի թվում։ Եվ նրա կանխազգացումը չի սխալվում, քանի որ այս իդիլիան շատ շուտով բախվելու է դաժան իրականությանը։ Բարեբախտաբար Մագդան դրսևորում է խելամտություն և չի գնում Հասմիկի հետ այն չարագուշակ հանդիպմանը։ Փոխարենը նա որոշում է ճշմարտությունը պարզել հենց աղբյուրից։ Մագդան մոտենում է Արշակին և ուղիղ հարցնում, թե ինչ մեծ ճշմարտություն են իրենից թաքցնում։ Երբ Արշակը փորձում է խուսափել և ձևացնել, թե ոչինչ չգիտի, Մագդան բացում է խաղաքարտերը։ Նա ասում է, որ նախորդ օրը հստակ լսել է, թե ինչպես էր Արշակը հեռախոսով խոսելիս պնդում, որ այլևս չեն կարող լռել և պետք է ամեն ինչ պատմեն իրեն։ Արշակը հասկանում է, որ փախչելու տեղ այլևս չկա, բայց նա ցանկանում է, որպեսզի կյանքի այդ կարևորագույն և ծանրագույն բացահայտման պահին անպայման ներկա լինի նաև Լանան։ Լարվածությունն այս ընտանիքում հասնում է գագաթնակետին։ Մինչ Արշակը պատրաստվում է Մագդայի կյանքի ամենամեծ խոստովանությանը, Նորոյի տանը ծավալվում է մեկ այլ ֆինանսական և բարոյական ողբերգություն։ Թամար տատին դուրս են գրում հիվանդանոցից։ Տուն վերադառնալով նա ավելի է պարփակվում իր մեջ։ Էլիզը, լինելով ուշադիր թոռնուհի, նկատում է տատիկի տանջանքներն ու ասում, որ զգում է նրա ներքին անհանգստությունը, սակայն տատիկը շարունակում է համառորեն լռել։ Նա ուղղակի չգիտի, թե ինչ բառերով խոստովանի, որ իր կուրության և որդու հանդեպ ունեցած թուլության պատճառով կործանել է թոռների ապագան, բայց ճշմարտությունը երկար թաքցնել հնարավոր չէ։ Երբ Էլիզը դուրս է գալիս տանից, հնչում է ճակատագրական դռան Թամար տատը բացում է դուռը և ներս է մտնում մի լիովին անծանոթ տղամարդ։ Նա վստահորեն հարցնում է, թե արդյոք սա Բաբկենի տունն է։ Տատիկի բացասական և վրդովված պատասխանին անծանոթը հակադարձում է սառը և դաժան փաստով։ Նա հայտարարում է, որ ընտանեկան խնդիրներն իրեն չեն հետաքրքրում, քանի որ փաստաթղթերով բնակարանն արդեն իսկ Բաբկենի անունով է։ Ավելին, այդ անծանոթը եկել է պահանջելու իր գումարը, քանի որ Բաբկենն ասել է, որ պատրաստվում է վաճառել հենց այս տունը իր պարտքերը փակելու նպատակով։ Թամար տատը քար անում է Շեմին։ Միայն հիմա է նա ամբողջությամբ գիտակցում իր որդու ստորության իրական մասշտաբները։ Բաբկենը ոչ միայն խաբեությամբ խլել է տունը, այլև հիմա վաճառում է այն, սեփական մորն ու երեխաներին շպրտելով փողոց։ Սիրելի հետևորդներ, իրադարձությունները պարզապես ապշեցուցիչ են, և ես ուզում եմ ձեզ երկու հարց ուղղել քննարկման համար։ Առաջինը վերաբերում է Մագդային։ Ինչ եք կարծում, երբ Արշակն ու Լանան վերջապես նստեն Մագդայի դիմաց ու ասեն ողջ ճշմարտությունը, ինչպիսին կլինի նրա արձագանքը։ Կընդունի նա Լանային որպես մայր, թե ընդմիշտ կհեռանա նրանցից այսքան ժամանակ խաբված լինելու համար։ Եվ երկրորդ հարցը Թամար տատի մասին է։ Իմանալով, որ տունն արդեն վաճառվում է պարտքերի դիմաց, արդյոք տատիկը վերջապես ձայն կհանի և կպատմի ամեն ինչ Նորոյին ու Էլիզին, թե նորից կփորձի միայնակ լուծել այս անլուծելի խնդիրն ու նոր հարված կստանա։ Սպասում ենք ձեր մեկնաբանություններին։ Շնորհակալություն ուշադրության համար։